Բարև բոլորին, դուք G-Twix ալիքում եք, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, լայքեր դնել, կոմենտներ գրել և անպայման ֆոլո տվեք իմ Instagram-ին, որպեսզի ավելի շատ ինձ տեսնեք։ Ուրեմն, միջև այս վլոգը սկսելը, դուք ինչ-որ մի բան չեք նկատել, ինչ-որ մի փոփոխությունի մեջ։ Ես կտրել եմ իմ մազերը, այո, իրանք ժամանակ այսքան երկար էին, որովհետև վերջին անգամ ես կտրել էի մազերը, երբ մենք անում էինք այդ մեր New Look Transformation վիդեոն։ Ու ես վերջապես իմ ուժերը հավաքեցի, մի փոքր էի ուզում կտրեի, ուզում էի շերտեր ավելացնել, որպեսզի իմ խուճ մազերը ավելի արտահայտիչ լինեն։ Ինձ թվում է, որ շատ բան չի փոխվելու իմ մազերի մեջ։ Դուք տեսել եք այդ վիդեոյում, ես ոնց եմ լացում։ Լուրջ եմ ասում, շատ սիրուն է, շատ։ Ու հիմա լավը այդքան չլացեցի, բայց ինձ նայեցի, ասացի, վայ, ես ինչ կարճ է, ու հետո ինձ շատ անսովոր էր, ու որ պլյուս որ ես չէի ուզում, որ սկսում տենց կարճ կտրեն, ես մի քիչ նեգատիվ ռեակցիա տվեցի, բայց հետո տենց հիմա սկսել եմ հավանել, ու սենց հիմա դուք գրեք կոմենտներում ձեր դուրը գալիս է, դե չեմ։ Ես պական ու 50-50-ա, ոչ համ դուրս գալիս է, համ դուրս չի գալիս, չգիտեմ, կարոտում եմ մազերս, նարեին եմ սպասում, ու սկզբում ուզում եմ ձեզ ցույց տամ իմ outfit-ը, մի հատ model walk։ Ես ինչ-որ ինձ ուրիշ ձև եմ զգում, ես ինձ կարևոր եմ զգում, էլ ինչ բան ասեմ, չգիտեմ, պրոստը սև շորտիկ, սև տոպ և սենց սիրուն բոթասներ, չես բոթաս չի, սենց սիրուն կոշիկներ ու սենց պայուսակ։ Իսկ մեզ աուտը բրնում է այսօրվա վլոգի հետ, հետո կիմանաք խի։ Այս պալտոն նարինն է, ինչ մենք եկել ենք Հայաստան, նարին մեր շորերն եմ վերցնում, ես իրա շորերն եմ վերցնում, ու տենց մենք էլի լրիվ մեր մոտ sisterhood է։ Ես որ դասի եմ սենց գնացել ու ինձ լիքը կոմպլիմենտներ են արել, так что спасибо։ Ու կոմենտներում դուք եք գրեք, ձեր դուրը գալիս է սենց ոչ, պրոստը համարում եմ էլեգանտ ոչ, ու ես շատ եմ սիրում։ Սա ձեր սիրած ռուբրիկայի մեջ է մտնում, էլի տես առօրյա ցույց տալիս, մեր իրական զրույցներով, իմ իրական տեսանկյունից, ամեն այս լոգը լրիվ նկարել ենք ես Նարեն։ Ու պապե օգնություն տարապես չկար, так что լրիվ ամեն ինչ իմ տեսանկյունից է։ Որոշեցի գնամ իմ ամենասիրած տեղերը, այն տեղերը, որոնք իմ համար խորհրդավոր էին, եւ ձեզ ցույց տամ։ Առաջին տեղը Կասկադը։ Ամերիկայում, երբ մենք գիտեինք, որ հետ են գալու Հայաստան, ես Սյույանան TikTok-ում գրում էինք Armenian videos, Armenian aesthetic, ու ամենամենտ երկրորդ վիդեոն Կասկադներ, ու Каскад это произведение искусства, masterpiece, ճարտարապետները просто բրավո, ես չգիտեմ, այտենց շատ սիրուն եմ, որ ես միշտ սիրում եմ գնալ Կասկադում նկարեմ, Կասկադի իմ համար ամենասիրած տեղերն է աշխարհում իմ համար, որովհետև ես լուրջ եմ ասում, շատ սիրուն եմ, որ իմ էմոցիաներից երևի զգացում եմ ինչքան եմ ես սիրում Կասկադը։ Ու ես նարին քաշ տվեցի, ասինորը, հələ արիստե։ Հիմա ես ու նարին սկսել ենք իրար հետ ժամանակ անցկացնել, ու ես ու նարին լրիվ շատ տարբեր են էլի մեր բնավորությունները, պրյամ շատ։ Ես հատենց վլոգ կնկարեմ, որտեղ կբնութագրեմ իմ բնավորությունը ու Նարեի, ու меня не получается с ориентировкой։ Ես չեմ հիշում, ես կարամ չգիտեմ, մի 3 անգամ նույն փողոցով անցնեմ, ու չհիշեմ։ Ես պրոստը դրան ուշադրություն չեմ դարձնում։ Իմ ուղեղում չի տեղավորվում, որ մարդ կարա նույն տեղով 6 անգամ անցի ու տենց է չհասկանա, որ ինքա տեղ է։ 6 անգամ համասարանից մոտով անցանք, 6-ը չհասկացա, որ դա իմ համասարանն է։ Իմ մոզգը անջատվում է։ Ես դες այնքան եմ վստահում, դու հասկանում ես, որ ես Տանում կորցեմ չի իմանա։ Այդ մեկը ուր են գնում, ես գիտեմ Նարեի կամ Յանայի հետ, ուրեմն չեմ կորի։ Մանավանդ որ ինչքան Էվան չեղե հասնում, այդքան Յանան, չգիտեմ Յանա ինչին են հավատում, բայց դե երբ մտածում էի ինչ կարելի է նկարել G-Twix-ում, որպեսզի համ երեխեքին հետաքրքիր լինի նայել, համ մեծեր ուրախանան, որ նրանց երեխեքը սենց բան են նայում, ու մտածի, որ ուզում եմ ցույց տամ Երևանը իմ աչքերով, ինչպես եմ ես տնում Երևանը։ Ձեզ ցույց տամ իմ սիրած տեղերը Հայաստանում, ձեզ պատմում եմ, ոնց որ մենք իրար հետ դուրս ենք եկել ման գալու։ Պրոստը նայեք, что за masterpiece։ Это что, նայում ես ու ոչ մի վատ կետ չես կարող նստով իդեալական է Կասկադի իմ կարծիքով սիրունը նկարվելուց աշխարհի ամենասիրուն նկարներս տեղ են ստացվում այդ լիչնի իմ կարծիքն է մտել է որպեսզի ինֆորմացիա հավաքեմ Կասկադի մասին Կասկադի կառուցումը դադարեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի եւ 1991 թվականին խորհրդային միության փլուզման պատճառով Բայց 2002 թվականին Ժերար Կաֆեսճյանը սկսեց Կասկադի վերանորոգումը, հետո այն ամբողջությամբ վերականգնվեց եւ դարձավ արվեստի կենտրոն։
Օրինակ Նյու Յորքում, երբ դու ուզում ես Նյու Յորքի մասին ինչ-որ ինֆորմացիա հավաքես, Statue of Liberty կամ ինչ-որ ուրիշ վայրերի, ավելի հայտնի վայրերի, շատ արագ է ինֆորմացիան բերում։ Իսկ Կասկադի մասին ինֆորմացիա հավաքելու համար դու պետք է նստես, պրամ խորանաս, հատուկ սայթեր գտնես, որոնք ճշտված են։ Շատ նեղվեցի ու որոշեցի, որ ուրեմն ես կսարքեմ այդ վիդեոն ու ձեզ կպատմեմ Կասկադի մասին։ Ալեքսանդր Թամանյանը Կասկադի միջոցով ուզում էր միացնել կենտրոնական եւ հյուսիսային մասնիկները։ Իսկ պրոյեկտը իրականացրել է Ջիմ Թորոսյանը 1976 թվականին։ Ապրինարեն։ Իմ կարծիքով Կասկադը ընդհանրապես Երևանի ճարտարապետության ադամանդն է։ Ամեն քաղաք ունի իր ուրվագիծը ու հենց Երևանից թվում է ճանաչում են շատերը հենց Կասկադով, օպերային թատրոնով, բայց ընդհանուր այս ամբողջ հյուսիսային պողոտայով, որը այն փոքր փողոց չէ, ընդհանուր ամբողջ այս պողոտան ինձ Կադ Չել մենք ես չենք տանջի ինչ պետք է դու արդեն ասես։ Բայց անկեղծ նարեի մեջ ես տեսնում եմ շատ սենց մեծ պրոգրես։ Օրերով ես իրան աղաչել եմ, որ ինքը նկարվի այդ մեր Հայաստանի վլոգի մեջ։ Ինձ ստիպել են։ Պասպորտս ձեռքս առել են։ Կողքից էլի են նկարում։ Ամուր խնդրում եք, կմեռնեմ։ 6 աշկ նայում այս դեմքով։ Դու սիրում ես նկարվել, լավ։ Շատ։ Բրկեք։ Իսկ հիմա ինքը էլ իմ վրա չի ջղայնանում, որ իրան նկարում եմ, լիքը բան թողում եմ, որ տեղադրեմ։ Դե շատ ուրախ եմ ու մենք դարել ենք ոնց որ սենց vlog buddies։ Հենց որ vlog եմ նկարում, Նարեին ասում եմ Նարե, դավայ, գնացինք նկարելու։ Կասկադուն քայլուց ես Նարեին առաջարկեցի իմ հոյակապ միտքը, որպեսզի մենք ամառը անենք։ Ես մի օր Նարեին, պապային, Յանեն, մամային բոլորին ստիպելու եմ, որ մենք առավոտյան արթնանանք ու տենց ռազմին կա, սենց ամբողջ Կասկադը սենց բարձրանանք ու իջնենք, որովհետև դա շատ հավես միտք է, это полезно, это круто, это эстетично, и это хорошая идея. Да, Նարե։ Բայց անկեղծ երեխեք մեն ընտանիքում ամենատենց, որ սիրում են շարժ, օգտակար սնվել, օգտակար ապրել, այդ մամանա, պապանա ու ես ու Նարեն ու Յանան вообще կապ չունեն, իրանք ինչի դեմ ամնոր չիփս կուտեն, մակդոնելդս կուտեն, ոչ մի տես օգտակար բան չեն ուտի, իրանք չեն սիրում տենց շատ շարժվել, սպորտով զբաղվել ու տենց կարիչ լրիվ դերազնի խարակտերի։ Այս բանը տեսնում եք, ես չգիտեմ ոնց, բայց պապան նկար ունի, ինքը երբ տենց երիտասարդ էր, ստեղ նստած ինքը նկար ունի, ոնց է ինքը այս կլորակի վրա նստել։ Ես կուզենայի սա փորձեմ, բայց իմանալով ինձ ես ինձ կընկնեմ ու այդ պատմությունը լավ չի վերջանա, դրա համար մենք դա չենք փորձի։ Երկրորդ տեղը, որ մենք գնացել էինք, դա National Armenian Gallery։ Մենք շատ բախտավոր ենք, դեռ մենք այնց օր ենք ընտրել, որ ինչ որ յուրահատուկ ցուցադրություն էր, այսինքն այն բանը, որ ոչ ամեն օր են ցույց տալի։ Սրբազան երկխոսություն ցուցադրությունը, որը բերված է Լուվրից Հայաստան, ընդհանուր բոլոր էքսպոնատները ոնց որ հավաքված են աշխարհի տարբեր անկյուններից ու շատ հետաքրքիր է իրականում, բոլորի խորհուրդ եմ տալի գան նայեն, պատմության ատամանտներ են ստեղ։ Օրինակ հեսա Նարեն կանգնում է ուշադիր նայում է, ես իմը չգիտեմ ինչ անեմ, սենյակից ուզում եմ արդեն դուրս գամ, որովհետև ասես մի քանի րոպե նայում եմ, ոնց հիանում եմ, օքեյ մյուսը։ Մարդիկ լինում են երկու տեսակի, Նարեի պես եւ Էվայ։ Հիմա գտնվում ենք Քարիդարի բաժնում, սա ձեռքի հատիչը, երևի էլիտում սպանում ենք ենթայիների։ Ուրեմն ոնց հասկանում եմ, այն ժամանակ սենց կոշիկներ էին հագնում։ Նոմա ադեկոտ։ Սենց մատով պաման Նարեն վախենում է, որ հանկարծ չկպնա։ Քրիստոսից առաջ 15-14 դարերում են այս սայլով տեղաշարժում պաշտոնով մարկանց դիակները եւ հենց հիմա տենց մի դիակ նայում է ուղիղ ին վրա վախացնում է։ Քիչ։ Դա զարդերն էին, ու սա իմ սիրած թեման է, որտեղ ես եմ զարդեր շատ սիրում, բայց նայեք ինչ սիրում, հետաքրքիր բաներ են։ Իսկ հիմա մտնում ենք Անտիկ Հայաստանի զալը։ Вот что за искусство, что за искусство։ Ես արդեն քա ինչքան է 2 ամիս է Հայաստանում, ես դեռ չեմ գնացել այդտեղ։ Պապա շատ սիրում է մեր ամեն ինչը։ Ոնց լավ որ այս ամեն ինչը պահպանվել է։ Դզեց։ Это Симон եւ Երևանցի կաթողիկոսների գահնա։ Что за красота։ Իսկ սա Ղանթարի շուկան է 19-րդ դարում։ Նայեք ինչ սիրում են իրան հիմա ստեղ ցույց տվել ամեն մի փոքր դետալը, բան։
Ինչ։ Սնարեն կադրի հետ այնքան ուրախացել։ Ասում եկեվա գիտես, այս ինչ գանձը։ Ասում երևում է։ Եթե ես ավելի շատ բան իմանայի պատմության մասին, ցավոք ասում եմ, ես շատ բան չգիտեմ պատմության մասին, ու լիքը տեղերում իմ մոտ մուզեում դες կախում էր։ Իսկ ես հիմա կա այս տեղը դե չէ։ Չէ։ Գիտեք չէ որ մուզեյներում տենց նու там շատ չեն խոսում դե լուրա դե բոլորը ուշադիր նայում են արտիֆակտներին բանանում հիանում են ու ես քանի որ գնացել էի վլոգ վարել չեմ կարես վլոգը պրոստեզուց ասենց լուր սածամնից սիստեմ տենց հետաքրքիր չէր լինի դրա համար ես խոսում էի ու մի քիչ շատ ակորդ էր ակորդ չէ շատ ակորդ էր բայց հաղթարություն էլ մանավանդ ակորդ էր որ ես դες տարել էի մեր երկար շտատիվը ու որպեսզի ձեր համար սիրուն կադրեր ստանայի շտատիվը սենց դնում է ամեն վարքյան ինձ այդ աշխատողները թարս էին նանցել որ հիմա ես կարող եմ մի քիչ կամած խոսեմ բզոններ կամած չի որովհետեւ ստելիքը մարդ բայց ես չեմ ուզում այստեղի այդպես վայբը փչացնել բայց մեկը ուզում եմ ձեզ սիստեմ խեմ եկել ստեղ որովհետեւ մենք բոլորս ունենք Pinterest բոլորս էլ գիտենք որ են թանգարանի նկարներ են աղջիկներ կանգնում են դա շատ էսթետիկ է ու ես ընդհանրապես ուզում եի շատ ստեղը գայ որովհետեւ Նարենը շատ գովացել ու ընդհանրապես լիքը ընկերներ են գովացել ու ես ինքս ինձ էր հետաքրքրում ինձ թվում է ձեզ էր հետաքրքրում Հիմա աղոթում ենք որ դուրը գա Սպանը որ դուրս չգա Նայ Հենց ինձ գորգեր եմ տեսնում, մի անգամից քեզ եմ հիշում, որովհետև պրամ իրանք ասոցացվում են իմ հետ քո հետ, մի հատ քո չխոլուցից դուր։ Ես միշտ ինչ ինձ հիշում եմ ունեցնում թուլություն հայկական գորգերի նկատմամբ, ոչ միայն հայկական, բայց էթնիկ հետաքրքիր գորգերի համար ու ամեն անգամ երբ գորգ եմ տեսնում, վատանում եմ, որ բոլոր գորգեր սիրողներին խորհուրդ եմ տալիս գնալ Մեգերյան կենտրոն, այնտեղի նման ցուցադրություն այտենց շքեղ գորգերի ես հələ չեմ տեսել, այնտեղ իդեպ կարաք հենց տեսնեք ոնց են սարքում գորգերը, actually իմ կողմից դες խորհուրդ։ Իսկ հիմա մենք հետ եկանք այնտեղ, որտեղ որ սկսել էինք։ Այս մի զալը առավել կարևոր է իմ համար, որովհետև դե պատկերացնում եք Լուվրից եկել բերել են ու այստեղի ցուցադրությունը ինձ սպանում է շատ սիրուն է, այն որ շատ սիրուն է, բոլորին խորհուրդ եմ տալիս գաք նայեք, որովհետև սենց բաներ ամեն օր չի լինում։ Այո, դե ինչ վերջացրեցինք, ասում իմ դուրը շատ եկավ, եթե ձերն էլ անպայման կոմենտներում գրեք, շատ հավես էր, շատ հետաքրքիր էր, լիքը նոր բաներ տեսա ու էլի համոզվեցի, թե ինչ հարուստ ազգ ենք մենք ու խոսքը փողի մասին չի գնում, դուք ինձ հասկացաք։ Էսթետիկա 10 из 10, արտիֆակտի 10 из 10 Կասկադ եւ National Armenian Gallery գնացինք առաջին օրը։ Իսկ երկրորդ օրը մենք գնացինք մի ուրիշ տեղ, էլի շատ գեղեցիկ, շատ խորհրդավոր տեղ, բայց այս անգամ ես էի, Նարեն էր եւ ձեզ ծանոթ ամենասիրելի Ռիչուկը։ Երկրորդ օրն է, ինչ ես ու Նարեն ու արդեն Ռիչուկը դուրս ենք եկել ցույց տալու ձեզ Երևանը Էվայի աչքերով։ Ու սենց հավես, ականջակալներով, երաժշտությամբ ցած քայլում ենք, դες հաճելի եղանակ է, հեսա որ գնանք այնտեղ ինձ թվում է ավելի լավ կլինի ու вообще որ Ռիչուկը մեր հետ է, այդ էլ է ավելի լավ։ Ռիչի ուշադրությունը вообще ստեչի։ Ռիչի, sit։ Ապրե։ Ահա, ապրի Ռիչուկը։ Ռիչուկը չի հասկանում խի աստեղ։ Вообще ուտելիքան են տալիս իրան մեկա։ Ռիչի հոտը Ահա կերա։ Բայց ասա Ռիչուկին էլ ենք տանջում որ վլոգ նկարենք։ Իմ հետևը մի շատ կարևոր Հայաստանի համար մի բան է ու խոսքը Ռիչուկի մասին չի, այլ մայր Հայաստանի։ Մի հատ խնդրում եմ նայեք, պրոստը գեղեցկություն։ Եթե դուք Հայաստանում չեք ապրում ու նայում եք այս վլոգը, եթե դուք եք Հայաստան ու դուք ստեղ չգաք, ես չեմ ների որ նկարներով նայում ես։
Вообще չի համեմատվի իրական կյանքում ինքը ոնց ասում ենք ավելի մոտիկ կգնանք ու ես դες կպատմեմ շիեմ հենց որոշել գալ Մայր Հայաստանի մոտ, որտեղ մաման շատ էլի մեծ խորհուրդ ունի Մայր Հայաստանը։ Լիչիկի համար էլա շատ կարևոր, ինքը շատ ուրախ էր որ մենք ստեղ էինք գալիս։ Չէ՞ չի գնանք Մայր Հայաստանի մոտ։ Էվայի կադրերի համար Տուժում եմ ես եւ Ռիչս։ Արի մոտ կյանքը, արի ստե, արի։ Վրեզ թռիմ։ Ու հիմա ես վազում եմ որպեսզի այս բանով քայլեմ որ սիրուն լինի։ Չգիտեմ ոնց եմ անելու, բայց սա եկեք մի բան անենք։ Տակ դուք արդեն տեղ եք, սա ես եք բարձրանամ։ Օպալա։ Всё։ Մա կարևորը չընկնել ու մեռնել։ Всё։ Գնացինք։ Այդքան է բարձր չի, բայց իմ ոտքերը մի փոքր դողում են, որովհետև եթե ընկնեմ, ցավոտ կլինի։ Շատ ցավոտ կլինի։ Մայր Հայաստան արձանը խորհրդանշում է խաղաղություն ուժի միջոցով։ Նրա ձեռքերում մեծ սուր կա, իսկ ոտքերի մոտ վահան։ Արձանը կարող է հիշեցնել հայ պատմության քաջ կանանց, օրինակ Սոսե Մայրիկին, որը հայտնի էր իր մայրական հոգատարությամբ հայ երիտասարդի նկատմամբ։ Արձանը խորհրդանշում է նաև այն կանանց, ովքեր չէին վախենում զենք վերցնել եւ կանգնել իրենց ամուսինների կողքին։ Ինչու է ես ընտրել հենց Մայր Հայաստանի արձանը, որովհետև ես շատ եմ սիրում, երբ պատմության մեջ գնահատում են կնոջը։ Ես չեմ ասում, որ չպետք է գնահատեն տղամարդկանց, չէ, իհարկե տղամարդիկ են ուժեղ, լիքը բան արել մեր կյանքի համար, բայց դուք կարող եք համաձայնվել, որ հատկապես այն ժամանակներին մի քիչ տղամարդկանց ավելի շատ էին գնահատում, բրամ շատ, քան կանանց, ու այդքան շատ չէին խոսում երևի կանանց մասին, ինչքան ես գիտեմ, ու որ Մայր Հայաստանի արձանը դրել են, որպեսզի այդ Մայր Հայաստանը խորհրդանշում է խիզախ կնոջ, որ վերցրել է սուրը իր ձեռքը ու չի վախեցել եւ գնացել է կռվի, այդ շատ ուրախ եմ, որ տենց ստատուա մեր մոտ կա։ Հենց հիմա ինչպես տեսնում ենք, ստեղ կանգնած է Մայր Հայաստանի արձանը, բայց ժամանակին կանգնած է եղել Իոսիֆ Ստալինի արձանը, խորհրդային միության ղեկավարի արձանը, բայց հիմա Մայր Հայաստանն է։ Ու համել երևի իր մեծություններից հասկանում ենք, որ Երևանի ամենաբարձր արձաններից մեկն է, բարձրությունը մոտավորապես 22 մետր է, դա շատ մեծ է, ու պրոստը իրական կյանքում ես նայում եմ, բրեմ գիգանտ է, ես մրջուն եմ զգում իր կողքը։ Ու տենց շատ լավ է, որ այս վլոգը ստացվեց, ես հուսով եմ, որ ձեր դուրնել եկա, սպասեք նոր վլոգերի, մյուս վլոգը շատ հավես վլոգ ալնելու ձեր սիրած սթայլի մեջ, ես չեմ ասի ինչա, որպեսզի տենց ետրինգան պահեմ, գիտեք, ու կհանդիպենք շուտով, սիրում եմ ձեզ շատ, ձեր Էվա, հաջող բոլորին,